Վարելուս աշխարհասփյուր հայությանը լավ եղանակը Հայաստանում նախ սկսենք դեից 3 մի քիչ առաջի օր անբամած էր անձրևոտ էր շատ լավ եղանակ է բայց մենք քաղաքականությունից ենք էլի խոսալու ես էլի ունեմ ձեռս տակ ձայնագրություն ճիշտ է այս ձայնագրությունն է Լևոն Տեր-Պետրոսյանը եւ ընդ Սերժ Սարգսյանն էր խոսում Ռոբերտ Քոչարյանն էլ Նիկոլ Փաշինյանն էլ այսինքն sense ասած հավաքած ինչ որ նյութ է որը մարդ լսելուց կարող է մի ձևավորի Մենք Ղարաբաղյան շարժման մասով սկզբից սկսեմ այսպես Ղարաբաղյան շարժումը ինքը Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է մասնակից որ սկսել են բայց այսօր մի րոպե պարոն Պետրոսյան Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ա եղել Վազգեն Մանուկյանն էլ ա եղել այնուհետև առաջի դերը բան են անում նշում են հիմնականում Մուրադ Պետրոսյան այնուհետև Զորի Բալայան եւ Սիլվա Կապուտիկյան իրանք էին հրապարակախոսները իրանք էին այդ հայրենասիրության ոգեշնչողները եւ 1988 թվականի շարժումը սկսելով ինքը մեծ թափ հավաքում այնուհետև մասնակիցներն են շատանում եւ հետո արդեն բարձադառնում ինչա լինում է պատերազմի ժամանակաշրջանում դուք տեղյակ եք ովքեր են եղել Ղարաբաղ կառավարողները առաջին նախագահ եղել է Արթուր Մկրտչյանը հետո սպանել են մեր հայերը Արթուր Մկրտչյանին նստել է Ռոբերտ Քոչարյանը ինչ որ նմանություններ կա Ռոբերտ Քոչարյանը միշտ երբ որ իշխանության է գալիս կամ իշխանությունից առաջ մարդիկ են սպանվում կամ իշխանության ժամանակ են մարդիկ սպանվում ու տենց էլ մնում է չբացահայտված այսպես չխորանանք այս ուղղությամբ էսի մեկ ամերիկացի հայ համար պատասխան որ երեք ինձ իմ հանդեպ անձնական վիրավորանքներ ա հղել նկարս էլ վերցրել դրել տեսեք բացահայտվել է Ռոբերտ Քոչարյանի բանն է մարդն է թե ինձ բաներ գրել հիմարություն ես արդարության մարդն եմ չկրկնեմ լավ հիմա լսենք տենանք Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ ասեմ դուք շատերը կարող ասալ լսել եք տարբեր տեղերում ես կուզենայի որ իմ եթերում միասին լսենք նորից ովքեր որ չեն լսել եւ ես էլի իմ գնահատականը մեկնաբանությունը կտամ պատմական տարածքներ այդպես է քիչ ասում են ազատագրված տարածքներ Արցախի նկատի ունի սրբազան տարածքներ եւ այլն այսպեսի կատեգորիաներ միջազգային իրավունքում չկան ու չեն լինի դրանք պատրանքներ են եւ մեր իշխանությունը երբեք չեն օգտագործել ոչինչ ժամանակ ոչ Քոչարյանի ժամանակ ոչ Սերժ Սարգսյանի ժամանակ այս տերմինները երբեք չեն օգտագործել միջազգային ատյաններով Միած ստոպ տանք լսում եք ինչ ասեմ միջազգային ատյաններում չեն օգտագործել ազատագրված տարածքներ սրբավայրեր Արցախ Հայաստանի մասը եւ այլն միջազգային հարթակներում իրանք դες բաներ չէին ասում բայց հիմա որևէ հայ կարող է ինձ ասի որ 94 թվականից մինչև 2020 թվականը մեր նախկին բոլոր պրեզիդենտների օրոք հերոստատեսությունների եթերներով բոլոր ալիքներով Արցախը չէին համարում անկախ պետություն կամ Հայաստանի մարզ կամ եւ այլն այսինքն ասում են որ ազատագրված է բայց Լևոն Տեր-Պետրոսյանը խոստովանում է որ մենք ենք տենց ասում է միջազգային հանրությունը չի ընդունում որ դա ազատագրված է ընդունում է որպես օկուպացված հիմա փաստորեն ում հաշվին ում հույսները տուն վրա եք դրել որ ժողովրդի մոտ բարձրաձայնում էինք ազատագրված ընդ գնում խելոք կանգնում ասում որ ազատագրված չի գիտեիք չէ որ դեմը պատերազմա լինելու եւ մեկը դուք չեք զոհվելու գնալու են հասարակ ժողովուրդը զոհվեն որի համար դուք հոգ չէիք տանում հիմա ճիշտն ասած Լևոն Տեր-Պետրոսյանին այս մասով չեմ ուզում այս մասով ասել որովհետեւ ինքը եկա մի պաս թափվեց եւ ուզեց որ իբր թե Արցախի հարցը 5 շրջանների հանձնումով լուծեն Իրան այդ ժամանակ Պերևարոտ արին բան ասին դու պետքա հեռանաս հրաժարական տաս հրաժարական տվեց Ռոբերտ Քոչարյանը եկավ իբր Արցախի հարց լուծի հիմա այսա Ռոբերտ Քոչարյանն եք լսելու եւ իրան կանդրադառնանք Ձեր ժամանակ են բան նախագծել նախագահության տարիներին էմոցիա է ազատագրվեցին տարածքները մենք կարող ենք կոչել ազատագրվեցին այո բայց միջազգային հանրություն դա կոչում է օկուպացիա ուրիշ ոչինչ Հիմա դուք օկուպացել եք միջազգային հանրության տեսակետից այո Здравствуйте Вы себя чувствуете оккупантом Лучше Роберт Քոչարյան Дело в том, что мы неоднократно заявляли и продолжаем заявлять, что смысл контроля над этими территориями чисто военный и с прекращения войны, с
Elə լրագրողը տեսնող սա։ Что это ему похоже на сказку про белого бычка. Ну, вы же докажете. Ну, просто реально. Հասկանում եք նույնիսկ լրագրողն է, ջոկը որ հեքիաթ է պատմում։ Ռոբերտ Քոչարյանը լրագրողին այնպեսի պատասխան է տալիս, որ հեքիաթի է նման, ասում է դուք ինքներդ հավատում եք այդ բանին, դա նման է ինչ որ բելի բычկի մասի сказки։ Мы вели очень конструктивные и динамичные переговоры. Никто не может обвинить. Սա Սերժ Սարգսյանի զրույցն է, ռուսերեն այստեղ խոսքը, ես կարճ ասեմ եւ չերկարեցնենք, ինքը Нас в том, что мы ասում է, որ ես ինքս եմ առաջինը Աղդամից հայտարարել, որ Աղդամը իմ հայրենիք չի, ես պատրաստ եմ եղել խաղաղ ճանապարհով այդ հարցերը լուծել, ես պատրաստ եմ եղել հողերը զիջելու, բայց ասում է իմ մոտ էլ չի ստացվել։ Ինքը գիտեք, որ նախավերջին վարչապետն է եւ ոչ թե վարչապետը, երկրի առաջնորդ կառավարիչն է եղել, նախագահն է եղել։ Այսինքն եթե ինքը չի կարողացել հարցերը լուծի, ուրեմն այդ չլուծված հարցերը գցելա Նիկոլի ուսերին, ճիշտ է։ Երբ որ Նիկոլին այս հարցում մեղադրում են ու հələ առաջին ուզում են մեղքերը բոլորի իր վրա բարձեն, ես ասում եմ, տես չեսնի չի, էլի, տես ճիշտ չի։ Լսենք դալշել է Սերժ Սարգսյանը։ կարող է ընդունելի դիտվել Նիկոլ Փաշինյանը խոսքի։ Հա։ Նիկոլ Փաշինյանն էլ իր փայով պոպուլիստական հայտարարություն անում։ ժողովրդական հավանության դեպքում Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ուրեմն նախ Նիկոլ Փաշինյանը հերթական պոպուլիստական դիրքն է բռնել, ասելա դուք կարաք 4-ըդ թե 3-ըդ կարաք Ղարաբաղը չտակ եւ կանգնեք հայրենասիրական բաներ ասեք ժողովրդի հաճելի, ես չեմ կարող կանգնեմ ժողովրդին հաճելի բաներ ասեմ, այնա բռնեց Նիկոլը իրանցից բետար ժողովրդի համար հաճելի բաներ ասեց։ Արցախի ժողովրդը ինքը պետքա որոշի, Արցախ Հայաստանը եւ վերջ, իրականում լավ բաներ է ասել։ Իմ սրտի հաճելի է այդ բառերը, բայց իրականությունը այլ է։ Իրականությունը նա է, որ դուք չեք զինվում համարժեք, բայց Ադրբեջանը մի քանի անգամ արդի, մի քանի տասնյակ անգամ գերազանցում է իր զենքով, սպառազինությամբ։ Լսենք մի հատ հատվածել, կներեք, լտենամ կարամ, սենց այստեղ ես կուզենայի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մի րոպե շատ որպեսզի Էսա կմասին, ես ուզում եմ, որ լսեք Լևոն Պետրոսյանը, ոնց Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է, ասում է Սերժ Սարգսյանի հանդեպ ուղղված քննադատությունը, լսենք, ես կմեկնաբանեմ։ Սերը խոսում Անտեղի է նաև պատմական ճշմարտության տեսակետից։ Արդարացի չէ նրա գործած բազմաթիվ մեղքերին, նաև չգործած մեղքերու մարմին։ Համաձայն եմ։ Սարգսյան Իմ նման ասում էլ, ասում եմ, էլի Նիկոլը մեղքեր ունի, սխալներ ունի, պետք չի իր սխալներին էլ ավելացնել անհիմն մեղքեր ու սխալներ, որ ասում եք Նիկոլն է արել, ինչը իրանք են արել ժամանակին բերել հասցրել սրան։ Նիկոլի մեղքերի սխալների մասին խոսում եմ, հələ վատամարդ եմ ելնում։ Այս մարդը ճիշտ է ասում, Սերժ Սարգսյանն ինչու եք մեղադրում բաներ, որ Սերժ Սարգսյանը չի ձեռք բերել։ Ձեռք է բերել Ռոբերտ Քոչարյանը, լսենք շարունակությունը։ չէ, որ առաջինն է ճանաչել հայ-թուրքական ներկայիս սահմանը։ Այս եղավ որոշների համար բացահայտում, որ Ռոբերտ Քոչարյանն է ճանաչել հայ-թուրքական սահմանը։ Դալշը լսեք, տես ինչքան մեղադրանքներ եւ տեղին մեղադրանքներ ա հնչեցնում Ռոբերտ Քոչարյանի մասին, ում որ ասում են Գևորգին ֆինանսավորել է ինչ որ Գևորգը իր մարդն է։ Գևորգը միացրած արդարությունն է լուսաբանում։ Լսենք։ Նրանից առաջ դա արել են դաշնակները եւ բոլշևիկները Ալեքսանդրապոլի եւ Ղարսի պայմանագրերով։ Շուտվանից է։ Նա չէ, որ հրաժարվել է Թուրքիայի նկատմամբ տարածքային նկրտումներից կամ պահանջներից։ Ռոբերտ Քոչարյանն է։ Դա արել է Ռոբերտ Քոչարյանը։ Նա չէ, որ Թուրքիայի պահանջելով ճանաչել հայոց ցեղասպանությունը, ի պատասխան ստացել է պատմաբանների հանձնաժողով ստեղծել առաջարկ։ Լսակ ինչ ասել։ Այսօր Նիկոլին ասում են հրաժարում հայոց ցեղասպանության
լինելությունից, ով է ասում, Ռոբերտ Քոչարյանի թիմն է ասում, Ռոբերտ Քոչարյանը լրատվականներն են ասում, ինչ են ասում, ասում շուտ արա գողին բռնի, քանի գողը չի քեզ բռնել։ Հիմա իրանք ինչ որ հանցագործություններ արել են, ուզում են այսօր նկարագրեն իբր թե էդի բանն է արել, Նիկոլ Փաշինյանն է արել, այնինչ իրանք էին արել, ուղղակի մանիպուլյացիոնում են ժողովրդի իրաց լրատվականները, որ Նիկոլի անունը լսեն, ինքը ցեղասպանությունը հրաժարում է, ժողովուրդն է սրված, լարված վիճակա մեր հանրային կյանքում։ Բոլորս էլ պետքա չթաքցնենք, իսկ լարված մարդը, ջղայնացած մարդը մանգալից խփի մեկին իր ջղայնությունը հանի ու Նիկոլին որ առաջ են բերում Նիկոլին է սկսում հայհոյել անիծել ու всё դե Նիկոլն է էլի բան շարունակենք Քոչարյան Վարդան նա չէ որ Ղարաբաղը դուրս է մղել կարգավորման գործընթացից դա եղել է Քոչարյանի, Ոսկանյանի եւ Արկադի Ղուկասյանի սև գործը Դեսելեք ինչ ասում Ղարաբաղը կարգավորման գործընթացից դուրս է մղել Ռոբերտ Քոչարյանը եւ դրան համաձայնվել է լուր համաձայնությամբ Արկադի Ղուկասյանը չի ասել ստոպ ես պետության նախագահ եմ Ղուկասյանը պետք է տենց ասել Ես քո համար այս մեկը եմ մյուս չեմ ես Ղարաբաղի Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախ հանրապետության նախագահն եմ Ռոբերտ Քոչարյան գնա դու Հայաստանի նախագահն ես Հայաստանի գործերը վեղի ես գնում եմ բանակցեմ Մադրիդում էլ Լիսաբոնում էլ Քիվեստում էլ Բրյուսելում էլ Մինսկում էլ եւ այլն բոլոր տեղերում ես կարամ գնամ բանակցեմ ուժեղել դիպլոմատ եմ ես հո բանը չեմ որ հետագայում բռնեմ ծորի բանակի էլի մեծ զորամասեր ծորով չգիտի բռնեմ վերցնեմ սեփականացնեմ վարձով տան պետությունը ես հո այդտեղ են չեմ եւ վերջինը Շանթյանը չէ որ նվաճել է մադրիդյան սկզբունքները դրանք հնարավորել են Քոչարյանից Ոսկանյանից այսինքն Շանթյանը պատասխանատու է միայն այնքանով որքանով մաս է կազմել Քոչարյանի վարչակազմին ընկորում ոչ ավելի քան վերջինիս մաս կազմած կամ նրան սատարած մնացյալ ուժերը որոնցից ոմանք այսօր փորձում են ընդդիմություն հավալ եւ այլ կերպ խուսափել պատասխանատվություն Գողությունը ձերքին բռնել է ասում է գող չեմ քիլիշապա եմ դե ապացուցի որ ապացուցի Ճիշտ է ասել այս մոնտաժն արել Ֆրանսիկ Մկրտչյանի խոսքերը Ֆրանսիկ Մկրտչյանի խոսքերն են մոնտաժել դրել այս նյութի հետ միասին որ Ռոբերտ Քոչարյանն էլ այսօր ասում են դու ես քո ժամանակը այ ախպեր Արցախը քո ժամանակա բանակցային սեղանից դուրս մղվել չեն կարող ապացուցել ասում չէ ես ուժեղ նախագահ եմ եղել ուժեղ բանակցող եմ եղել մանավանդ Եվրոխորհրդում բանում ուժեղ տեքստեր է հրապարակային հայտարարել Ռոբերտ Քոչարյանը որ մեկն էլ ինձ լսելուց քիֆս գալիս ասում մորայս ինչ լավ տեղն է տնում օրես ինչ լավ խոսում է արա խոսելը գիտեք ոնց է խոսելը դա թամադայություն էր Քաղաքական ոչ մի միտ չէր կրում ինքը եկել էր այնտեղ խոսար իբր թե խաղաղ պայմաններով որպեսզի հաջորդ սերունդներին չփոխանցի նոր պատերազմ որտեղ պատերազմով տարածքներ է վերցվել մենք համարում ենք հա մեր համար էդի ազատագրված է բայց ամբողջ աշխարհը չի ճանաչում ազատագրված բայց խիչի անկեղծ ելնում թե Ռոբերտ Քոչարյան թե Սերժ Սարգսյան թե մնացածը բոլորը Նիկոլը հա արդեն վերջերս անկեղծացել է ասում հա ես Ղարաբաղյան շարժումը չեմ շարունակում Նիկոլն էլ է ուշ սրա մասին ասում եւ ներողություն էլ է խնդրել ժողովրդից որ ես այն անգամ չեմ ասել հիմա ասում եմ հա մենք չպետքա շարունակենք Ժողովան Արցախյան շարժումը բայց Ռոբերտ Քոչարյանը բանը չեն ուզում անկեղծորեն ասեն որ այդ շարժումը մենք որ սկսել ենք բարձվել է հետո որ ապարդյուն է բարձվել է որ այդքան կյանքեր որ մենք զոհաբերել ենք վերջում հարցերը չի լուծվում այսինքն այն թափած արյունը որ պետքա սահմանագծել իբր ասում են թափած արյունով է սահմանագծվել 12000 քառակուսի կիլոմետր չեն կարող մարսել ու չեն կարող այդքան զոհվածների ընտանիքների զոհվածների երեխաների 90-ականների աչքերի նայեն ասեն գիտեք ինչ երեխաներ արդեն երեխա չեն էլի եկան մարդիկ են 40-50 Ձեր հորը ես տարել եմ պատերազմ սպանել, բայց չեմ կարողացել լեգիտիմացնեմ, չեմ կարողացել ամբողջ աշխարհին ճանաչելի դարձնեմ այդ տարածքը որպես պետություն, որպես Հայաստանի մաս։ Այնինչ 88 թվին միացում Հայաստանի են գոչել։ Չեն կարողանում ասում, եւ որպեսի ժողովուրդը այսօր զոհվածի 90-ական թվականի զոհվածի ընտանիքներ կարա հելնի չէ պատասխան ուզի Ռոբերտ Քոչարյանց ասի որ մարդուս կինը կայնի ասի մարդուս տարել է սպանել, երեխան ասի հորս տարել է սպանել Սպանել ես ինձ խափել թե անկախ պետությունա, թե չես ճանաչել անկախություն։ Իմ
հայրը յուրաքանչյուր որդի աղջիկ թեկուզ դուստրը կարա կանգնի Ռոբերտ Քոչարյանի դեմ, Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, ասի ես իմ ընտանիքի ամենաթանկ անդամին իմ ծնողին տվել եմ, ասել ես հայրենիք ենք ազատագրում։ Ինչու հայրենիքը որ ազատագրեցինք, ամբողջ աշխարհին չէիր կարող ապացուցեիր քո դիվանագիտական գործը ինչու չէիր անում։ Ես որպես հայ տվել եմ իմ արյունը, տվել եմ իմ հարազատի կյանքը։ Դու որպես քաղաքական գործիչ ինչ ես արել, պարոն Ռոբերտ Քոչարյան, պարոն Լևոն Տեր-Պետրոսյան, պարոն Սերժ Սարգսյան։ Եթե չէ մի քիչ անկեղծ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձի է եկել 96 թվին բան արդեն ինքը սկսել է շոշափել, եթե չեմ սխալվում, այդ թվականներին, որ չենք կարող պահենք, պետքա զիջումների գնանք 5 ռայոն ունի տանք, Արցախին բարձր կարգավիճակ 22 կիլոմետր լենության ինչ որ Գալիդորի Միջանցքի մասն էր խոսքը գնում Լաչինով, որ Արցախը Մայր Հայաստանի հետ կապվեր։ Այդ 5 շրջանները բաց։ Աղդամ, Ջաբրայիլ, Քելբաջար, բան, սա հանձնում էր Լաչինի 22 կիլոմետր Գալիդորով։ Հասկացել եմ մարդը իր սխալը շուտ է ուզեցել ուղի։ Ռոբերտ Քոչարյանը ասել հոպ ստոպ դու չես կարա, ես կարամ հարցերը լուծեմ Ղարաբաղի։ Ռոբերտ Քոչարյանը պետք է հիմա դրա մասին պատմի, ասի ինձ որտեղից են երաշխիքներ տվել, բարձա որտեղից են տվել, էլի, Մոսկվայից են տվել։ Որ ես կարամ Արցախի հարցը լուծեմ, ինեպաստ հայ ժողովրդի իօքուտ մեզ եւ արցախցիները կմնան դա շարունակեն ապրել։ Խոսք են տվել երևի Կրեմլից, ու Կրեմլից էլ իրան վիդիմը նշանակել են, որտեղ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե ընտրություններով, այլ էդի սաղ կեղծ է եղել, իրան նշանակել են Մոսկվայից, իբր թե Արցախի ժողովրդի Արցախի հարցը լուծի։ 10 տարի ձգես չկարողացավ լուծի։ Մարդ որ 10 տարում հարց չկարողացել լուծի։ Այնուհետև 10 տարի Սերժ Սարգսյանը իրանից վատ ժառանգություն ստացավ ու 10 տարի չէր կարողանում հարց լուծել։ Այդ մարդը 10 տարի ղեկավարած անձին ասում են Նիկոլ, այդ 2 տարին քիչ է որ դու Արցախի հարցը լուծեիր, քիչ ես 2 տարում Արցախի հարցը լուծել։ Այ մարդ, արա անկեղծությունը բոլորին չէ էլի տված։ Արդարության ձգտումը ճիշտ խոսելը բոլորին չէ էլի տված։ Արա ճիշտը խոսացեք էլի, եթե դու 20 տարի չեք կարացել լուծել։ Պահանջել որ Նիկոլ այդ 2 տարին քիչ է, հիմա ժողովրդի մեջ պատտվում է, չէ՞ տես բան։ Բա Նիկոլը որ եկել է, այն 2 տարում քիչ էր որ բանակը սարքել, 2 տարում չէր կարացել Ղարաբաղի հարցը լուծի։ Հասկանում եք ինչպեսի դիրքերը են իրանք հանձնել պետության ղեկավարումը Նիկոլին, ու Նիկոլից պահանջում են ինչեր։ Լավ չի, այ ախպեր, այ ժողովուրդ, եթե մի ժամանակ դուք էշոպ ձիով էիք գոնկա մտնում, ձին էշին աբգոներ անում, հիմա հասկանում եք եկել է մի դարաշրջան, որ տեխնոլոգիան է, արդեն մեքենաներով են գոնկա մտնում, դու ուզում ես մնացել է քո ձեռը Մոսկվիչը կամ Զապարոժեցը, որ կամած գնացող ավտոներ են, չէ՞, կամ Վիլիսը 3 սկորստանի։ Ադրբեջանը Bentley է վերցրել։ Հիմա ռուլինը ինչ կապ ունի Ալիևն է, թե բանը Մոսկվիչի ռուլին Նիկոլն է։ Bentley-ին միշտ էլ աբգոնա անելու բանին, Մոսկվիչին, Զապարոժեին, Ժիգուլիոն։ Ինչ եք զարմացած դեմքեր ընդունել, բան, ախպեր պատմական հայկական Արցախը, անկախ ազատագրված Արցախը մեկ ստորագրությամբ տվեց։ Այնց է ոնց որ ոչ մի բան չի եղել, պատերազմ չի եղել, այդքան կյանքեր չի խորտակվել ու դրա հետևանքով չի գնացել այդ զիջմանը։ Նա առաջինը 2020 թվականին չի եղել կապիտուլյացիա, եղել է հրադադար, եղել է այն 7 ռայոնները, որը Սերժ Սարգսյանն էլ էր խոստովանում, որ պետք է հանձնենք եւ պատրաստի հանձնել, Աղդամը իր հայրենիք չի, Նիկոլը իր չհայրենիք, Աղդամը հանձնել է թուրքերին, որովհետեւ միշտ խոսացվել է թե Կազանում, թե Լիսաբոնում, թե Մադրիդում, լուբոյ տեղ ամբողջ աշխարհի որտեղ բանակցել են, խոսացել են, որ հանձնելու են այդ 5 շրջանը, բայց մեր ժողովրդից թաքցնում էին, էլի, կամ էլ նենց էին ասում մանիպուլյացիաց, որ ժողովուրդը չհասկանան, որ հանձնվելու է, որովհետև երբևիցե ժողովուրդը բունտ չի արել, որ այս ինչ եք խոսում, ինչ 5 ռայոնի հանձնում, մենք չենք ուզում դա անենք, բան, ժողովուրդը գիտեին իրանց ղեկավարները ինչպես երկրում են արծիվ կտրել, առույց կտրել, դրսում են առույց կտրած, բայց դրսում գնում էին խոսում հանձնելու մասին։ Հիմա 2020 թվականի հրադադարը պետքա Ղարաբաղի իշխանությունները այդ նոյեմբերի 9-ից հետո էլի 20 թվի պետքա իրավիճակին ճիշտ գնահատական տային, հասկանային, որ ինչ շրջափակված վիճակում են գտնվում։ Երևան գալուց թուրքը շոշի քեզ ստուգում է։ Եթե քեզ արդեն թուրքը վերահսկում է, դու ինչ պատերազմի մասին ես խոսում։ Ինչ ես դու թույլ տվել մեկօրյա պատերազմը։ Ինչու՞ չես գնացել Սոֆիա բանակցես, որտեվ արդեն քեզ ճիշտ է այդքան վատ դիրքերից հետո լեգիտիմ իրավունք է տվել Եվրոպան, որ Ղարաբաղի ներկայացուցիչները
Կարան Եվրոպա նստենք խոսանք սրա մասին։ Ամենահարմար հարթակներ, ամենահարմար հնարավորությունն էր 20 քանի տարի հետո, երբ որ Ռոբերտ Քոչարյանը հանել է բանակցային սեղանից Ղարաբաղին, հարմար առիթ էր, որպեսզի Ղարաբաղցի ղեկավարությունը, Ղարաբաղցի այդ քաղաքական անձինք գնային խոսային ժողովրդի իրավունքների մասին, իմ իրավունքների մասին, բայց չէին գնացել։ Հələ վերջում էլ հələ ուզում են ստորագրեին, որ ես չքան գիտեմ, բայց ստորագրել են, ինձ տենց էլ չուղարկեցին պայմանագիրը Սամվել Շահրամանյանի ստորագրած, որտեղ ինքը պարտավորվում է Հայաստանի զորքերը իբր հանի Ղարաբաղից։ Այնինչ դա դառնում է դեմ տալ Հայաստանին, որ հետո էլ Ադրբեջանն ասի դե 150 միլիարդի վնաս է տվել Հայաստանի բանակ, Հայաստան դե պետքա դու վճարես։ Այսինքն իմ իմանալով Սամվել Շահրամանյանի ստորագրությամբ դեմ են տվել Հայաստանին, մեղադրանքը թողնելով Հայաստանի վրա։ Բայց դες չպետք է լիներ, պետք է լիներ, որ Հայաստանը կապ չունի այս հարցերում, Ղարաբաղի ժողովուրդն են ինքնորոշվել, այդտենց մեր վրա ոչ մի պատասխանատվություն չի էլ մնում, որտեղ Ղարաբաղցին ուզեցել է ազատ ապրի, իր իրավունքները ուզեցել է իրացնի, բռնկվել է պատերազմ, գնացել է մարտական գործողությունների արդյունքում ազատագրվել է կամ գրավել է ինչ որ ադրբեջանական բնակավայրեր, 5 շրջան, ինչ անենք հիմա կամ դուք պետքա գրավեք, կամ մենք պետքա գրավենք, հաջողությունը մեզ է ժպտացել։ Բայց ցավոք սրտի այդ հաջողությունը չկարողացան մեր երկրի ղեկավարությունը թղթի վրա ամրագրեին, պայմանագրով ամրագրեին, համերաշխեին, բարեկամանալ սուտ էր, բայց կարային ադրբեջանցիների հետ նորմալ հարաբերություն հաստատեին, եթե այս ամենը ժամանակին լուծեին։ Հիմա Ադրբեջանն էլ հաղթել է, աչուց ձախ արդեն թուրը ճոճում է, իրանք մեր նման ժողովուրդ չեն, էլի մենք խիղճ ունենք, մենք գրավելուց հետո գերիներ չվերցրինք, պայեցինք, գլուխներ չկտրինք թուրքերի, բայց իրանք տեսեք ինչքան թունավոր բորենիների նման վերաբերվեցին մեր հանդեպ, բայց սրա մասին պետքա հոգային ժամանակին, այնպես որ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է իգնել չի գանձ, ինքն էլ է իրանց նման մեկը, բայց ժամանակը մի քիչ շուտ ինքը հասկացավ, թե մեր գլխին ինչ է սպասվում, ես սկզբից նշեցի, որ ինքն էլ է եղել շարժման մասնակից, 5 գլխավոր ակնառու դեմքեր էին, հետո բայց ծավալվեց շարժումը, 5 գլխավոր դեմքերը Պետրոս Մուրադյանն է, Սիլվա Կապուտիկյան, Զորի Բալայան ամենագլխավորներից մեկը, Վազգեն Մանուկյան եւ Լևոն Տեր-Պետրոսյան, հիմա այդքանից մեկը Լևոն Տեր-Պետրոսյանը զգաց, որ իրանց բռնած գործը չի ծաղկում, չի հաջողվում, եւ դեմը փակուղի է։ Ու 96-97 թվականներին ասեց, որ պետք է հետ տանք։ Թաքուն խոսում էին, Քոչարյանը բանն ասին, նույն Վազգեն Սարգսյանն էլ լուսահոգի։ Իգնել էր դեմ հող հազնելուն, ինքն ասում էր ինչ հող հազնել, գրավել են կարունով, բայց Վազգենը դիվանագիտական մոտեցում չի ցույց տվել, Վազգենը իր մեջ էլ հայրենասիրությունը խոսում եւ այսպես ասած դժվար էր ընկալելը հող հազնելու, բայց Լևոնը ստապվեց շուտ, հասկացավ, որ վերջը լավ չի լինելու։ Այդքանից հետո Ռոբերտ Քոչարյան, եթե դուք էլ եկաք 10 տարի ղեկավարեցիք, համոզվեցիք, որ վերջը լավ չի եւ մեր ճակատագիրը ուրիշ ձև է ընթանալու, աշխարհը մեկ է, սա աշխարհի պետությունները գիտեին, որ ադրբեջանական հողը այդպես են ճանաչում, Ռոբերտ Քոչարյանն էլ դա գիտեր, որ տենց են ճանաչում, ու ինքը պետքա այստեղ ենթադրություն անել, եթե ամբողջ աշխարհը, այդ թվում մեր դաշնակից Ռուսաստանը, եթե հողը ճանաչում է ադրբեջանական, ուրեմն եթե հիմա խաղաղ պայմանով չենք վերադարձնում 7 ռայոնը, այդ նույն աշխարհը եւ մեր դաշնակից Ռուսաստանը ժամանակներ հետո եւ ժամանակի ընթացքում զինելու Ադրբեջանին եւ թույլ տա, որպեսզի ռազմական ճանապարհով այդ հողերը վերադարձնի իրեն։ Եվ այդպես էլ եղավ։ Բա դուք դիվանագետ եք, բա դուք լուսարան ունեք եւ երկրպագուներ ունեք, ովքեր որ ձեզ աստվածացնում են, ուժեղ բանակցող են ասում, հզոր աշխարհում ներկայացնող նախագահ են ասում, այդ ժողովրդին պատմեք ճշմարտությունը, որ դուք ժամանակին ճիշտ չեք արել, որ դուք խառնել եք սա պատմությունը եւ թույլ չեք տվել, որ ժամանակին այդ հարցը լուծվի այնպես, որ այսօր այսքան զոհեր չլներ եւ ամբողջովին Արցախը չդատարկվեր։ Այնքան լեգիտիմացրին Ադրբեջանի հարձակումը, որ այս վերջի պատերազմներ իրանք էլ լեգիտիմացրին, չգնալով Եվրոպա բանակցել, ասեցին, որ դուք այդքան չկաք ձեր հետ բանակցենք, ձեր հետ մենակ պատերազմով պետքա խոսանք, մի օրվա մեջ հանձնվեցին։ Ինչու պատերազմ սկսվեցիք, եթե գիտեիք, որ ձեր պատերազմը, ձեր ռազմական գործողությունները
24 ժամ է տևելու։ Ես դրա համար եմ սեպտեմբերի 8-ին, չէ 9-ին դուրս եկել հրապարակ Սամվել Շահրամանյանի ընտրություններին, ասել հելի արի մեր դեմը կաղնի, ասա մեր վաղվա օրը որտեղ է լուսանալու, մեր ճակատագիրը ուր է ստանում, որ վաղը գաղթի ճանապարհին իրար աչքերի չնայենք։ Ու այտենց էլ եղավ 10 օր հետո գաղթի ճանապարհը բռնեց Արցախահայությունը եկավ Հայաստան։ Այնպես որ նույն Ռոբերտ Քոչարյանին, նույն Լևոն Տեր-Պետրոսյանին եւ ընդհանրապես իրանց արբանյակային ուժերին չպետքա թույլ տալ որ գան իշխանության, իսկ ընդդիմություն նույնպես պետք չի որ գան։ Իրանք այնքան ունեն մեղքեր, որ ընդդիմություն պետք չի գա, ընդդիմությունը պետքա գա, նորից մակրազերծեմ իմ երեկվա եթերները, որ ես կողմ եմ, որ ընդդիմության Ռոբերտ Քոչարյանի եւ մնացածի փոխարեն ովքեր որ մեծ ռեյտինգ ունեն հələ ժողովրդի առաջ, իրանց փոխարին նոր ուժեր, թող նոր ուժերը գան մտնեն ազգային ժողով, նոր ուժեր, հոգնակի եմ ասել, մեկն ասում է, հետ ում հետ ես դու պայմանավորվել, ոչ մեկ եթե չեմ պայմանավորվել, ոչ մի նոր ուժի մեջ ես չկամ, ոչ մի նոր ուժի հետ չեմ համագործակցում, ոչ մի նոր ուժ ինձ ոչ հրավեր ա տուա, որ բայց ներքին կարգով չգիտեմ գրում են, ասում է Գևորգ միացի էս ինչին, միացի այն ինչին։ Ես պատասխան չեմ տալիս իրենց, որտեղ ցանկություն չունեմ միանամ որևէ նոր ուժի, բայց ցանկությունն է, որ նոր ուժերը մտնեն ազգային ժողով որպես ընդդիմադիր։ Եթե չմտան նոր ուժերը ընդդիմադիր ազգային ժողովում, պալյուբոմը Նիկոլ Փաշինյանը իշխանություն ա լինելու, եւ կլսեք եւս 5 տարի, թե ինչպես են իրար քարկոցում, իրար անիծում, քֆուր, քյաֆարել արդեն ազգային ժողովում, ծեծու ջարդ, 5 տարի ետեք ուզում լսեք։ Սիրելի հայրենակիցներ, սովորեք տենց բաներ նայելուն։ Այնա վիդեոյա միացրեք 1000 մի բայևիկ կինո կա, էլի, Ժան-Կլոդ Վան Դամ, բան Բոյկան, բանը միացրեք նայեք, ինչ եք ազգային ժողովը թույլ տալիս, որ վերացվի դրան։ Ձեզ հնարավորությունն եք հունիսի 7-ին գնաք ընդդիմությունը ստեղծեք նոր ուժերով եւ ուղարկեք ազգային ժողով։ Թույլ մի տվեք, որպեսզի հին այդքան աղետներ բերած մեր գլխին ուժերը նորից մտնեն ազգային ժողով։ Այսօր այսքանը բոլորիդ բարի առավոտա աշխարհում բոլոր հայերին, ովքեր գտնվում են Ամերիկայի մութա, իրանց էլ ամենալավն բարին, համազգային աղետեր, համազգային դժվարություններով անցանք, ամբողջ ազգը դժվարություններով անցավ։ Ամերիկայի նստած, Ֆրանսիայում նստած հայը ապրում է մեր ցավով, մեր դարդով։ Չմտածեք, ովքեր որ ստե ամիջապես մաշկի վրա զգացել են, տուժվել են, մենակ իրանք են տուժված։ Ընդեն մարդիկ են տուժվել։ Այդ մարդիկ ես հələ ֆինանսապես չեմ ասում, այդ քանտարիներ որ ներդրում են արել, որ բանակ սարքեն, դու մի ասա բանակի զուգահեռ անձինք են հարստանում, քաղաքական անձինք, պետական բյուջեն չի ելիքում, մի հատ էլ դրսից ուղարկված գումարները փոխարեն ներդրում անեն բանակ ուժեղացնելու ենթամշակույթ բաները, ինչա ենթակառուցվածքները, կոմունիկացիաները զարգացնելու, ուժեղացնելու, դրանց հարստացել են։ Վերջում որ պետության բյուջեն եւ իրաց բյուջեի մեշոկները իրար մոտ եք դնում, պետության բյուջեի մեշոկները օդա թռնում, որտեղ իրանց այնքան ծանր է, այնքան հարստացել են։ Այնպես որ չսխալվեք, նորից հունիսի 7-ին գնաք ընդդիմություն կազմեք այդ մարդկանցով։ Բայց Նիկոլ Փաշինյանը այդ եմ ուզում ասեմ, իմ քննադատությունը միշտ ելնելու է ուղիղ։ Նիկոլ Փաշինյանին ձեռը տալիս, որ ընդդիմություն գա թե Սամվել Կարապետյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, որտեղ ինքը իրանց վրա կարում է ուժեղ ինքնահաստատվի, ինքը կարում է իրանց վրա մաթափ տա, կոմպրոմիսներ ունի, բան ինքը լավ է ազգում, երբ որ ոնց որ ես լավ կզգամ, 1.74 է բոյս, մի 64 սանտիմետրանոց խոսքի լիլիպուտ մարդու մոտ կաղնեմ, կասեմ ատես ինչ բոյով եմ քեզանից։ Ես չեմ ուզի կողքս 2 մետր 10 սանտիմետրանոց մի հատ հսկա կաղնի, ես իր մոտ կոլոտ երևամ, չէ, եթե ինչ որ ցուցադրական բանի ինչ այն բոյերի մրցում է, էլի հասակի մրցում է։ Հիմա Նիկոլը քաղաքական դաշտում ինքը հսկա է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի մոտ։ Ես ուզում եմ որ ինքը իրան հսկա գիգանտ չզգա, ուզում եմ որ իրան գա քննադատի առողջ քննադատի նոր ուժեր, նոր կուսակցություններ։ Հասկացաք գոնե իմ միտքը, այն վիրավորանքներ բանգրողներ։ Ես որ կողմ եմ որ ընդդիմափոխություն լինի, իշխանափոխությունը ես ոչ ասում եմ թող լինի, ոչ ասում եմ լինի։ Եթե իշխանափոխություն պետքա լինի, ապա չպետքա էլի փոխվի նախկիններով, պետքա եթե իշխանափոխություն լինի, հայ ժողովուրդը ուզենա նոր իշխանություն ձևավորի, թող էլի գնա նոր ուժերից իշխանություն ընտրի։ Ում կուզենա թող ընտրի, բայց առաջնահերթը ընդդիմափոխությունն է պետք։ Ես ձեզ վստահեցնում եմ ժողովուրդ ջան, եթե ընդդիմությունը նոր ուժերից ձևավորվի,
ու իշխանությունը մնա իր պաշտոնին, ու եթե տենանք 6 ամիսա մի տարի է, իրանք ճիշտ չեն աշխատում, այդ առողջ ընդդիմությունը կարեդալու է իշխանափոխություններ անի, բայց Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը մի տարի հետո ընտրությունների ընթացքում կամ ընտրությունների ընթացքում կամ հետո չի կարենալու Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջի կամ հերացնի, որտեղ իրանք չեն վայելելու այդ սերը հարգանքը ժողովրդի կողմից, ինչքան որ նոր ուժերը մաքուր են։ Իրանք մաքուր մարդիկ են, չունեն արած, հետքեր չունեն թողած կեղտոտ։ Ձևավորեք ընդդիմություն անպայման, իշխանությունն էլ առայժմ կարծում եմ եւ դեռևս ճիշտ է մնալը, ես այդպես եմ մտածում, որտեղ ունի շատ կարևոր բանակցություններ եւ պայմանագրեր ձեռք բերած Ամերիկայի հետ, Եվրոպայության հետ, որ մի քիչ նորաստեղծ ուժերին իշխանություն տալը դեռ շուտ է, բայց գոնե մի տարի նորաստեղծ ուժերը ընդդիմություն մտնեն, կտենանք, եթե իրաց ճիշտ կդրսևորեն, կարան փողոցային պայքարով իշխանությունն հեռացնեն, եթե իշխանությունը իրանց գծից շեղվի։ Բայց հույս ունենանք, որ Նիկոլ Փաշինյանը իր գծից չի շեղվի եւ իր խոստումները Հայաստանի անկախության մասով, ուժեղացման մասով, հարստացման մասով եւ այդ բոլոր խոստումները որ տվել է, ինքը չի շեղվի, կարենալու է տանի։ Եթե չկարենա, առողջ ընդդիմության հետ կգնանք իշխանափոխության պահանջով։ Աստված տա բոլորը իրանց գործում հաջողվեն եւ Աստված տա, որ ազգային խորհրդարանը, որ ձևավորվում է, առողջ ուժերից ձևավորվի։ Այսքանը, ես ոչ մի ուժում չկամ, չի ինձ մի տեղադրեք անիմաստ ուրիշ ուժերի մեջ։ Ես որ չկամ, մի տեղադրեք, որ ելնեմ կասեմ դրա մասին, դուք էլ կիմանաք։ Ցանկություն էլ չունեմ լինելու, հաջողություն։